Դրա համար ես անդադարում եմ այս ապահովության այս նախագիծը կամ այս համակարգը ոչ թե առողջության մասին է, այլ փոխուզելու մասին է, որովհետև այն ինչ որ նախատեսվում է, նախ ծառայությունների շրջանակը նախագծով սահմանված չի, այդ ասենք արդեն բովանդակային մասին, սահմանված չի, դեռ պարզ չի ոնց կսահմանվի, ասում են վիճակագրության հիման վրա ենք որոշելու որ ծառայությունները ներառվելու այս փաթեթի մեջ, այսինքն մենք հիմա փող ենք վճարելու մի բանի համար, որ չգիտենք այդ ինչ է։ Այս էլ շատ հետաքրքիր բան է։ Ես օրինակ չգիտեմ, ընդհանրապես ասած ապահովագրություն ասելով մենք հասկանում ենք նույն մասնավոր ընկերություններին, երբ որ դիմում են որևէ տեսակի ապահովագրության, մարդիկ փորձում են հասկանան ծածկույթը։ Հիմա տվյալ դեպքում մենք ծածկույթի մասին չենք խոսում, ասում ենք ոչ թե ծածկույթով է, այլ ծառայությունների ծավալով։ Շատ լավ։ Բայց ծառայությունների ծավալն այսօր արդեն հայտնի է, ինչ ծավալ է լինելու այդ ծառայությունները։ Ես ճիշտն ասած նախագծի փաթեթը, որ ներկայացված էր, նայեցի դրա մեջ չկա սահմանված ծավալ, որը տրվում է, կարծեմ թե լիազորվում է, որ լիազոր մարմինը կսահմանի։ Բայց մենք այս բանին չգիտենք, ինչ ծավալ է սահմանվելու։ Այսինքն մենք վճարել ենք մի բանի համար, որը չգիտենք դեռ ինչ է։ Հա։ Ըստ էության դա է նշանակում։ Ու նախատեսվում է, որ հունվարի 1-ից փաստորեն իմանալու ենք։ Այո, մնացել է 20 օր հունվարի 1-ին, ավելին ասեմ, ծառայությունների ցանկը եւ այն կազմակերպությունները, որը նախատեսվում է, որ այս համակարգի շրջանակներում պետք է գործեն, այսինքն ում հետ են պայմանագիր կնքելու եւ այլը իրագործեն, գրված է, որ պարտավոր են ներկայացնել իրենց կայքում։ Հիմա այսօր ամսի 20-ը երկրորդ ընթերցում չի ընդունվել։ Տեղել կա գրված, ասում է 3 ամիս առաջ պետք է հրապարակեն բաների ծառայությունների արժեք, համավճար եւ այլ այս հարցեր։ Հիմա 3 ամիս է, ասենք վաղ ընդունեցին, ստացվում է բան։ Ես ճիշտ ասած այդ մասը ուշադիր չեմ եղել, այսինքն եթե վաղն ընդունեցին, եթե մինչև հունվարի 1-ը այս օրենքն ընդունվեց եւ համապատասխան փաթեթը այլ օրենքների ընդունվեցին, այսինքն հունվարի 1-ից սկսած քաղաքացին կամ փետրվարի 1-ից սկսած քաղաքացին, ով որ հունվարի համար արդեն փետրվարի 1-ին ենթադրենք կվճարի համապատասխան ապահովագրավճարը գործատուի միջոցով ենթադրենք։ Փետրվարի 1-ից արդեն եթե առողջական խնդիր ունեցավ, պետք է այս օրենքի համապատասխան եղանակներով բուժում ստանա, հա, այսինքն ժամկետ չկա, որ ենթադրենք 6-րդ ամսից է այդ process-ը սկսելու։ Նման բան չկա սահմանված։ Չէ։ Տեսեք, այս Էդվարդ ջան, իրականում կատաստրոֆա է լինելու, բանը է, հայտարարման համակարգը փառք է լինելու։ Չեն հասցնելու պայմանագրեր կնքել առողջապահական հիմնարկների, առողջապահական բուժ հաստատությունների հետ։ Մարդը հունվարի, ասենք, 5-ին հիվանդանում է։ Այս նախ պետքա գրանցվի այս համակարգում էլեկտրոնային։ Վճարները վճարած լինի։ Հա, վկայագիր ստանա։ Վկայագիր ստանա։ Հիմա փաստը բան է, կազմակերպություններն հրապարակած չի, ում գնա դիմի, ինչ անի։